Սիրելի հեռուստադիտողներ, խորհուրդ ծնողներին էջն է մեր եթերում։ Հիշեցնեմ, որ հաղորդման այս հատվածի մեր հովանավորն է բելգիական Ontex ընկերությունը իր Քամբեբե ապրանքանիշով։ Իդեպ Քամբեբեն արդեն ունի նորույթ, բնական բաղադրիչներով մշակված Քամբեբե վարտիկ տաք դիրներ, որոնք արդեն հասանելի են Հայաստանի ողջ տարածքում։ Դրանք չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ կամ այլ գրգռող նյութեր, ձեր փոքրիկի համար ապահովելով հուսալի պաշտպանություն եւ երկարատև հարմարավետություն ողջ օրվա ընթացքում։ Իսկ այժմ իմ հյուրի հետ խոսելու ենք նորաթուխ մայրիկներին ամենահաճախ ուզող հարցերից մեկի մասին՝ արդյոք երեխան սնվում է բավարար քանակի կաթով։ Շատ մայրեր կրծքով կերակրման առաջին փուլում բախվում են անհանգստությունների, կասկածների եւ երբեմն նաեւ հակասական խորհուրդների, ինչը կարող է ավելացնել լարվածությունն ու անվստահությունը։ Մանկաբույժի հետ միասին խոսենք այն նշանների մասին, որոնք կարող են հուշել երեխան հագինում է թե ոչ եւ ինչն է լակտացիոն ճգնաժամը։ Ինչպես հաղթահարել կրծքով կերակրման առաջին դժվարությունները առանց շտապ որոշումների եւ ոչ միայն։ Իսկ իմ հյուրն է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ Սերինե Մաթևոսյանը։ Ողջույն բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար, ուրախ ենք ձեզ այստեղ տեսնելուն։ Ես նույնպես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Առաջին հարցը հետեւյալն է՝ շոտ նորածինների մայրեր անհանգստանում են, որ երեխան բավարար քանակի կաթ չի ստանում, ինչպես հասկանանք այդպես է թե ոչ, թե ուղղակի սա անհիմն կարելի ասել անհանգստություն է։ Իրականում այս հարցը կերակրող մայրիկների կողմից ամենահաճախ տրվող հարցերից մեկն է։ Հասկանալու համար արդյոք երեխան բավարար քանակով կաթ ստանում է թե ոչ կամ կշտանում է թե ոչ, պետք է ուղղակի հետևել մի քանի կարևոր ցուցանիշներին։ Առաջինը դա երեխայի քաշի ավելացումն է։ Մյուսը թաց տակտիվների քանակությունը օրվա ընթացքում եւ ջրազրկման նշանները։ Եթե երեխան տարիքային նորմերի համեմատ անբավարար է քաշը ավելացնում, եթե օրվա ընթացքում թաց տակտիվների քանակությունը քիչ է եւ եթե առկա են ջրազրկման նշաններ, օրինակ երեխան քնկոտ է, արթնանում է դժվարությամբ, թույլ է, դրանք արդեն իսկ կարող են մեզ հուշել, որ երեխան բավարար քանակով կաթ չի ստանում։ Որոնք են այն նշանները, հենց կապված քաշի աճի, ինչպես նաև թաց տակդիրների քանակը, որ նշաններով կարող ենք ուղղորդվել եւ ասել, որ այո, կա օրինակ անբավարար քանակի կաթ։ Երևի թե նշեմ, որոնք են նորմաները, որոնցից շեղումները արդեն իսկ մեզ կհուշեն, որ ունենք այստեղ խնդիր։ Առաջին հերթին շատ կարևոր է հետևել երեխայի կերակրումների հաճախականությանը եւ տևողությանը։ Վաղ հասակի երեխաները, այսինքն կյանքի առաջին ամիսների ընթացքում երեխաները պետք է կերակրվեն մոտավորապես 8-ից 12 անգամ։ Եվ կերակրման տևողությունը ամեն կրծքով պետք է տևի մոտավոր 5-ից 20 րոպե։ Մյուս կարևոր ցուցանիշը դա թե ինչքան թաց տակդիր ենք ունենում օրվա ընթացքում։ Եթե մեկ շաբաթականից մեծ է երեխան, այդ դեպքում բավարար կերակրման դեպքում նվազագույնը պետք է օրվա ընթացքում փոխել 6 թաց տակդիր։ Դրանից քիչ թվի դեպքում պետք է արդեն սկսել անհանգստանալ։ Եվ մյուս կարևոր ցուցանիշը թե ինչքան քաշ երեխան պետք է ավելացնի, որպեսզի հասկանանք, որ ամեն ինչ նորմալ է եւ երեխան բավարար է կերակրվում, ըստ նորմերի կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում երեխաները 1 օրվա ընթացքում պետք է ավելացնեն մոտավոր 15-ից 30 գրամ քաշ։ Ինչ է լակտացիոն ճգնաժամը, ինչու է այն առաջանում եւ ինչպես պետք է մայրիկները արձագանքեն այս փուլում։ Լակտացիոն ճգնաժամը իրականում դա ադապտացիոն շրջան է, որի ժամանակ սխալ է այն պատկերացումը, որ կրծքի կաթը բավարար չէ։ Սա սովորաբար հանդիպում է երկրորդ, երրորդ եւ 6-րդ շաբաթականներում եւ 3-ից 4 ամսականում։ Սրանք այն շրջաններն են, որոնց ընթացքում երեխաների նորմալ աճի համար կաթի պահանջարկը մի փոքր ավելի բարձր է, քան մյուս շրջաններում։ Այդ իսկ պատճառով հենց այս լակտացիոն ճգնաժամերի ընթացքում պետք է ել ավելի խթանել կրծքով սնուցումը, երեխային կրծքին մոտեցնել ավելի հաճախ, կերակրումների հաճախականությունը ավելացնել, քանի որ լակտացիայի, այսինքն կաթնարտադրության միակ եւ ամենակարևոր նպաստող գործոնը դա հենց երեխային կրծքին մոտեցնելն է եւ կրծքի դատարկումը։ Մի փոքր խոսենք նաև տարածված սխալների մասին։ Ինչպիսի սխալներ են հաճախ թույլ տալիս մայրիկները կրծքով կերակրման առաջին դժվարությունների ժամանակ, որոնք էլ իրենց հերթին կարող են ազդել արդեն լակտացիայի վրա։ Ամենահաճախ ու ամենատարածված սխալներից մեկը դա արհեստական կաթնախառնուրդների անհարկի եւ վաղ ավելացումն է երեխայի սննդակարգ, քանի որ առաջին իսկ դժվարությունների ժամանակ մայրիկները կարծում են, որ իրենց կաթը քիչ է, իրենց կաթը սննդարար չէ, հաճախ նաեւ լսում են նմանատիպ խորհուրդներ ընտանիքի անդամներից, հարևաններից եւ այլ մարդկանցից, բայց դա իրականում սխալ է, քանի որ
արհեստական կաթնախառնուրդները պետք է երեխայի սննդակարգ ավելացվեն միայն հստակ ցուցումների դեպքում։ Մյուս սխալներից մեկը դա սննդային հստակ ռեժիմով կերակրելն է։ Ըստ պահանջի պետք է լինի երեխայի կերակրումը, այլ ոչ թե հստակ ժամային ինտերվալներով։ Ինչպես նաև սխալներից է գիշերային կերակրումների սահմանափակումը կամ կրծքով կերակրման ընթացքում ցավի առկայության դեպքում կրծքով կերակրման դադարեցումը։ Դա նույնպես տարածված սխալներից մեկն է։ Այդ դեպքում պետք է հասկանալ, թե որն է ցավի պատճառը եւ դա աշխատել հենց այդ ուղղությամբ, այլ ոչ թե ուղղակի ընդհատել կրծքով կերակրումը։ Մի փոքր խոսենք նաև, թե երբ է ճիշտ սահմանազատել, անհրաժեշտ է արհեստական սնունդ, հավելյալ սնունդ, թե անհրաժեշտ է շարունակել կրծքով կերակրումը։ Ինչպես է կողմնորոշվում։ Մի քանի կարևոր գործոն էստեղ պետք է հաշվի առնել։ Նախ արհեստական կաթնախառնուրդները պետք է ավելացնել, նորից եմ ասում, հստակ ցուցումներով, եւ այդ ցուցումները կարող են լինել ինչպես մայրական ցուցումներ, այնպես էլ երեխայի կողմից ցուցումներ։ Մայրական ցուցումները որոնք են, որոնց ժամանակ սովորաբար ավելացում ենք արհեստական կաթնախառնուրդ, եթե մայրիկը ստանում է որոշակի դեղորայք կամ եթե կան որոշակի սպეციფიկ ինֆեկցիաներ, որոնց ժամանակ հակացուցված է կրծքով կերակրումը։ Իսկ ինչ վերաբերում է երեխայի կողմից ցուցումներին, որոնց ժամանակ ավելացնում ենք արհեստական կաթնախառնուրդ, դրանք քաշի անբավարար ավելացումն է որոշակի ժամանակահատվածում կամ քաշի զգալի կորուստը, ջրազրկման նշանների առկայությունը, որոնք են թուլությունը, քնկոտությունը, գաղթունի ներանկումը, հիպոգլիկեմիան եւ այլն, ինչպես նաեւ թաց տակտիլների քանակության նվազումը։ Անչափ շնորհակալություն Բժշկուհի Մաթևոսյան, շատ հետաքրքիր եւ տեղեկատվական զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր փորձենք անդրադառնալ կրծքով կերակրման շուրջ ամենատարածված հարցերին ու անհանգստություններին, հասկանալու, թե ինչպես կարելի է ավելի վստահ եւ հանգիստ անցնել այս կարևոր փուլը։ Հիշեք, որ մայրիկի հոգեկան հանգստությունը, ճիշտ տեղեկացվածությունն ու մասնագիտական աջակցությունը մեծ դեր ունեն թե երեխայի, թե մոր առողջության պահպանման հարցում։ Հիշեցնեմ, որ հաղորդման այս հատվածը մեր հովանավորն է նաև բելգիական Ontex ընկերությունը իր Cambebe ապրանքանիշով։ Իդեպ Cambebe-ն արդեն ունի նորույթ բնական բաղադրիչներով մշակված Cambebe վարտիկ տակդիրներ, որոնք արդեն հասանելի են Հայաստանի ողջ տարածքում։ Դրանք չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ կամ այլ գրգռող նյութեր։ Ձեր փոքրիկի համար ապահովելով հուսալի պաշտպանություն եւ երկարատև հարմարավետություն ողջ օրվա ընթացքում։ Իսկ մենք շարունակում ենք մեր հաղորդումը։